Պետական ճարտարագիտական համալսարանի պոլիտեխնիկի 20 ուսանողի Սուքիասյան բարեգործական հիմնադրամը կրթաթոշակ է հատկացրել։ Ընտրվել են այն ուսանողները, որոնք սովորում են վճարովի համակարգում, բարձր առաջադիմություն ունեն, հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում։ Ինչպես տնօրինել 250,000 դրամ միանվագ կրթաթոշակը կորոշ են ուսանողները։ Կրթաթոշակը կրում է Ալբերտ Սուքիասյանի անունը։ Ուսանողներին այն հանձնել է նրա որդին, գործարար Սիլ կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանը։ Կրթաթոշակառուներին Խաչատուր Սուքիասյանը պատմել է, որ ինքը ևս պոլիտեխնիկցի է և հպարտությամբ է հետևում բանկային, ապահովագրական, արտադրական և այլ ոլորտներում այսօր աշխատող պոլիտեխնիկի շրջանավարտների գործունեությանը։ Բուհի ռեկտոր Արա Ավետիսյանի խոսքով ուսանողների առաջադիմությունն առաջին հերթին գիտելիքի և կրթության նկատմամբ երկկողմ բարեխիղճ վերաբերմունքի արդյունք է, նկատի ունենալով դասախոսներին և ուսանողներին։ Վերջի տարիներին առնչվելով մեր համակարգը, որտեղ որ ես սեփականատեր եմ, այն տեղեկությունն ունեմ, որ պոլիտեխնիկի շրջանավարտները անկախ մասնագիտական ուղղվածությունից մեր համակարգում շատ մեծ տեղ են զբաղեցնում և երբ որ տոկոսային հարաբերությամբ նայում ենք ընդհանուր բուհերից եկածները, որոնք որ հայտ են ներկայացնում տարբեր կազմակերպություններում աշխատանքի ընդունել, պոլիտեխնիկը բարձր տոկոս է կազմում։ Ինժեներիան այնքան է զարգացել եւ այնքան է նրբացել, որ իր մասնագիտությունների մեջ իրավամբ հիմնավորված աղջիկ երգի մասնակցությունը մեծացել է խիստ։ Իսկ որ աղջիկ երգը ավելի պարտաճանաչ են ուսման նկատմամբ երևի այսօր է դա երևում։ Համալսարանում վճարով եմ ուսանում, բայց լավ առաջադիմության համար շնորհվեց այս կրթաթոշակին։ Կրթաթոշակը կարծում եմ կնպաստի մեզ ինչ-որ մեզ ուսման մեջ ինչ-որ հարցեր լուծելու համար։